Երաս-Խախուրի Գյումրի-Իջևան երկաթգծերի կառուցման համար նախատեսվում է մոտ 200-ից 300 միլիոն դոլարի ներդրում։ Լրագրողների զրույցում հայտնեց ԱԺՔՊ պատգամավոր Արման Եղոյանը։ Նա ընդգծեց, որ երկաթգծերի նշյալ հատվածի վերականգնումը, կառուցումն ու շահագործումը Հայաստանի համար նոր հնարավորություններ է բացելու, եւ այդ հատվածը Հայաստանը կապելու է միջազգային առևտրային շուկայի հետ։ Նա հորդորեց Երաս-Խախուրիկ հատվածի երկաթգծի կառուցումը չնույնականացնել թռիփի հետ, որն անցնելու է երկրի հարավային հատվածով։ Վերջինս ընդգծեց, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նախորդին հանրային հեռուստաընկերությանը տրված հարցազրույցում անդրադարձել է երկաթգծերի կառուցմանն ու խոսել ռուսական կողմից դրական ազդակների մասին։ Վարչապետը խոսել է երկու մրցակցող նախագծերի մասին, որոնք ռազմավարական նշանակություն ունեն տարածաշրջանային կոմունիկացիաների ապաշրջափակման համար, եւ այդտեղ շատ հստակ ասել է, որ մենք հստակ շահառու ենք եւ այդ մի քանի կիլոմետրը պետք է ինչքան հնարավոր է շուտ վերականգնվի, վերակառուցվի։ Հաջորդի պատգամավորը խոսեց Transparency International միջազգային կազմակերպության հրապարակած զեկույցի մասին, որում նշվում է, որ Հայաստանի կոռուպցիայի ընկալման համարաթիվը 2024-ի համեմատ նվազել է 1 միավորով դառնալով 46։ Ըստ Եղոյանի, հանրությանը տարընկալումներից զերծ պահելու համար անհրաժեշտ է հստակեցնել, որ խոսքը ոչ թե բուն կոռուպցիայի, այլ դրա ընկալման մասին է, եւ նման կարծիքի առիթ կարող են դառնալ հաճախ հանդիպող ապատեգատվությունները որևէ ոլորտի վերաբերյալ։ Եղոյանը եւս մեկ անգամ հավաստեց, որ 2018 թվականից հետո Հայաստանում համակարգային կոռուպցիան վերացել է, կոռուպցիայի դեմ պայքարը տվել է իր արդյունքները, չնայած որ դեռ անելիքներ կան։ Նա հիշեցրեց, որ կոռուպցիայի դեմ պայքարի շրջանակներում Հայաստանի Հանրապետության բյուջեը է վերադարձվել ավելի քան 550 միլիոն դոլար, 1.5 միլիարդ դոլարի բռնագանձման դիմումներ էլ կան դատախազության պահանջով։ Իսկ ինչ է արվել եւ ինչ է նախատեսում անել պետությանը վերադարձված այդ գումարներով, վերջինս մանրամասնեց։ Գնում ենք զենք, կառուցում ենք պաշտպանական կառույցներ, սուբսիդավորում ենք ինտենսիվ այգեգործություն, սուբսիդավորում ենք մյուս պետական ծրագրերը, որով որ մեր քաղաքացիները ավելի շատ եկամուտ են գեներացնում, ավելի շատ հարկ են վճարում բյուջե, մեր հնան կրկնապատկվում է 7 տարում $4,000-ից մեկ շնչին ընկնող դառնում է $8,500 մեկ շնչին ընկնող։ Քաղաքացիական պայմանագիր խմբակցության պատգամավորը խոսեց նաև շահարկման թեմա դարձած պարգևավճարների մասին, նշելով, թե դրանք պաշտվել են յուրաքանչյուր պաշտոնյայի կատարած աշխատանքի կատարողականի հիման վրա, որը նախ եւ առաջ թափանցիկ մրցակցություն է ապահովում ամբողջ համակարգի համար։